30-ից ավել անձինք ապօրինի շինծու քրեական գործերով կամ կալանքի տակ են կամ սահմանափակված են նրանց հիմնարար ազատությունները։ Նրանց թվում են սրբազաններ, գործարար, երիտասարդական միության ներկայացուցիչ, կին քաղբանտարկյալ, գործարար, համայնքի ղեկավարներ, բլոգերներ, հաղորդավարներ։ Ամեն մեկը ունի իր շրջանակը, ունի իր հարազատները, բայց կարիք կա համակարգային կերպով այս մարդկանց իրավունքների խախտումների մասին խոսելու, ձայն բարձրացնելու, որովհետև եթե մենք դա չենք անում եւ իշխանությունը գին չի վճարում քաղբանտարկյալների թիվը ավելացնելու համար, այս ամենը անխուսափելիորեն հասնելու է մեզնից յուրաքանչյուրին։ Դրա համար այս ակցիան էլ այդ միտում ունի ուշադրությունը հանրության հրավիրել այս խնդրի վրա։ Լսումները միտում ունեն ոչ միայն հանրության, այլ նաև միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որոնց իրենք հրավիրվել են, այսօր դատախազնել եթե չեմ սխալվում, հրավիրվեց։ Իրենք պիտի պատասխանեն հարցերին եւ մենք պիտի ցույց տանք ինչպես է օրենքի հետ բացարձակ կապ չունեցող մեխանիզմով այս բոլոր մարդիկ հայտնվել կալանքի տակ։ Դրա համար է լսումներն են, դրա համար է այս ակցիան էլ դրա համար, երբ այս ամենի մասին խոսում ենք, նրա համար չի, որ մեր ընկերները, հարազատները հետապնդման են ենթարկվում։ Նրա համար է, որովհետև համակարգված կերպով Հայաստանում խախտվում է մարդու իրավունքները, խախտվում են եւ ոտնահարվում է ժողովրդավարությունը ու ազատ խոսքը։ Սա է ամբողջ իմաստը։